Պարոն Առաքելյան, 5 տարի անցավ Արցախյան երկրորդ պատերազմից, արդյունքում ունենք թայոթափված Արցախ եւ մի շարք գերիներ, ովքեր որոնց ճակատագրերը այս պահին դեռ հայտնի չեն, ինչու այսպես եղավ, ելք կա այս իրավիճակից։ 2020 թվականի Արցախյան պատերազմը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջն է, որը ամբողջովին փոխեց մեր պատմության ընթացքը, որովհետև առանց Արցախ Հայաստանը լոկ խոսքեր չեն, այլ այսօր մենք տեսնում ենք ինչպիսի մարտահրավերներ, ինչպիսի խնդիրների ենք բախվում, որ 5 տարի է չենք կարողանում հաղթահարել։ Պարզ է, որ այս ամենը առաջին հերթին նաև եթե պատերազմի բուն պատերազմը կարելի է որոշակի վերլուծություններ անել նախկինում տեղի ունեցած խնդիրների կուտակված Ադրբեջանի պատերազմի ժամանակ մեծ աջակցության առկայությամբ, սակայն ակնհայտ է, որ պատերազմից հետո այս 5 տարվա ընթացքում այս մղձավանջից չենք կարողանում դուրս գալ հենց այս իշխանությունների օրոք, որովհետև պատերազմից հետո Ադրբեջանը ամենևին չդադարեց իր հայտյաց քաղաքականությունը, ինչը դրսևորվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ, Հայաստանի տարածքի դեմ ագրեսիայի գործողություններով, գերիների առկայությամբ, ովքեր մինչև հիմա Բաքվի բանտերում են, եւ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Արցախում եղել է հայկականության ոչնչացումը, հայ ժողովրդի բնաջնջումը եւ առնվազն տեսանելի ապագայում ապրել պատրանքներով, որ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, դա իրականություն չէ եւ խաղաղություն հաստատելու համար պետք է այս մղձավանջից դուրս գանք, ուժեղանանք, հզոր պետություն, հզոր տնտեսություն, հզոր բանակ, միայն դրա հաշվին է հնարավոր Ադրբեջանի հնարավոր ագրեսիաները եւ հայտյաց քաղաքականություններին դիմակայել։ Եվ գիտենք, որ Կարմիր խաչը այլևս չի այցելում պատանդ պահվող մեր հայրենակիցներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարներին, ունենք պարոն Վարդանյանից տեղեկություն, կապ հաստատել է ինչպես է։ Այո, արդեն մոտ 1 ամիս է Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվից դուրս են եկել, որը միակ միջոցն էր մեր հայրենակիցների հետ շփվելու, իհարկե երբեմն նաև հեռախոսազանգեր տեղի ունենում, բայց փաստացի միայն նրանք էին այցելում եւ վիճակը տեսնում։ Սա ուղղակի խայտառակություն է, նաև խայտառակություն է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանի այս լկտի վարքագիծը միջազգային հանրությունը լռությամբ աջակցում է եւ որևիցե այլ մեխանիզմներ չի գործադրում ՄԱԿ-ի կամ այլ կառույցներ, որոնք ունեն այդ լիազորությունները այցելել պահվածներին, որևէ այլ միջոց եւ Ռուբեն Վարդանի եւ մյուսների հետ չկան ու երբեմն ընտանիքի հետ հեռախոսակապ են ունենում եւ ակնհայտ է, որ դա հնարավորություն չի տալիս պատշաճ տեղեկություն ստանալ, բնական է, որ այդ կապի ընթացքում Ռուբեն Վարդանյանն էլ եւ կարծում եմ մյուսներն էլ ասում են, որ լավ է եւ չեն կարող այն խնդիրները, որոնք այնտեղ են հեռախոսի միջոցով փոխանցել։